գիշեր սիրելի հետևորդներ, գտնում եմ այս պահին Զվարթնոց միջազգային օդանավակայանում։ Քիչ անց այստեղ կժամանի քաղաքագետ Արամ Ավետիսյանը եւ մենք կրկին նկարանումներ կունենալու Հայաստանի սահմաններից դուրս եւ քիչ անց Արամ Ավետիսյանը կներկայացնի մանրամասն մեր այցի նպատակը։ Ահա եւ քաղաքագետ Արամ Ավետիսյանը ժամանեց, հիմա փորձենք նրանից պարզել ուր են գնում եւ ինչ բացահայտումներ են կանելու։ Բարի երեկո Արամ, ողջունում եմ քեզ։ Ես նոր մեր հետևորդներին ներկայացրեցի, որ մենք գտնվելու ենք այսօր Հայաստանի սահմաններից դուրս ենք մեկնում մեր նկարանող խմբով եւ կխնդրեմ մի փոքր ներկայացնես ինչ է սպասվում մեր հեռուստադիտողին։ Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այս անգամ մենք կմեկնենք Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ այս թողարկմանը մենք կբացահայտենք, կներկայացնենք, թե ինչպիսի ճանապարհներով է 2018 թվականին հետախուզման մեջ գտնվող գիտեք Սերժ Սարգսյանի ճուտ իր կառավարության նախարար հայտնի Բուլկի Արամը ճողոփել Հայաստանի Հանրապետությունից, որ երկրի միջոցով է ճողոփել, որտեղ է նա ապրել, թաքնվել եւ առհասարակ թե ինչ կապ ունի նա Պոռնիկ Պարքև Սրբազանի եւ Միքայել Միասյան կոչվածի հետ։ Մենք կներկայացնենք արդեն հասցե ունենք թե որ բնակարանում են նրանք ապաստանել, թե ով է նրանց օգնել եւ ըստ օդում կախված լուրերի 2018 թվականին մենք դեռևս փաստ չունենք, բայց հետաքննությունը շարունակվում է, ինչ չար լեզուներ ասում են, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արտուրիկ Վանեցյանը բավականին խոշոր գումար է վերցրել եւ ճանապարհ է Բուլկի Արամին եւ շատ-շատերին, սա եւս մենք կճշտենք այս փաստի հետ կապված, բայց Պոռնիկ Պարքև Սրբազանի եւ Միքայել Միասյանի հետ նրա կապը եւ նրա համագործակցությունը արդեն ակնհայտ է եւ մեզ կդիմավորեն համապատասխան երկրում, մենք մեր հայրենակիցներին ցույց կտանք, թե այն գույքը անօրինական, որը կուտակվել է Հայաստանից դուրս, թե նաեւ այն նրանց այն բները, որտեղ նրանք պահկվել են, թե եւ որտեղ են փախել այդ երկրներից, որովհետեւ նրանք Հայաստանից փախուստի դիմելու ճանապարհին մի քանի երկիր են փոխել եւ այս համատեքստում շատ հետաքրքիր բացահայտումներ է սպասում մեր հայրենակիցներին։ Սիրելի հետևորդներ, մենք շարունակում ենք մեր նկարանումները Ստամբուլ քաղաքում, հենց նոր դուրս եկանք Սոֆիայի տաճարից, Արամ կխնդրեմ ներկայացնես ինչ ու հանդիպում ունեցար այնտեղ, պրոֆեսիոնալ նկարանումը ցավոք արգելվում էր, չէր կարելի նկարանել, կխնդրեմ մի փոքր մանրամասներ հայտնես մեր հեռուստադիտողին։ Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, նշեմ, որ մենք եւ մեր նկարանող խումբը գտնվում էինք Սուրբ Սոֆիայի տաճարի ներսում, ուղղակի գիտեք, որ պրոֆեսիոնալ նկարահանող խմբին թույլ չեն տալիս որպեսզի նկարահանում իրականացնեն։ Ես նշեմ, որ մենք ներսում հանդիպեցինք մի շատ կարևոր անձնավորության հետ, որը որ մեզ հասցե եւ տվյալներ տրամադրեց մի մարդու հետ կապված, թե ում բնակարանում է ապաստարանել հայտնի Բուլկի Արամիկը, իսկ Բուլկի Արամիկը դուք հիշեք, որ 2018 թվականին կասկածելի պայմաններում, երբ հայտարարվեց նրա նկատմամբ հետախուզում, նա շատ արագ չգիտես ինչպես դիմեց փախուստի Հայաստանի Հանրապետությունից եւ նա հանդիսանում է այդ մեր ներկայացած Ալիևյա Քոչյանը այդ Ղարաբաղյան կլանի թայֆի անդամ եւ ինչ-թե շատ հատկանշական սիրելի հայրենակիցներ, որ այս մարդիկ տարիներ շարունակ թուրքը կգա, թուրքը սենց ինչ որ զարթնիչ լավ, այս փոքրիկ լավները այդպես ազգային արտադրական պայքար էին սկսել իրենց այդպես այդ դիրքերից էին հանդես գալիս, բայց ոնց նայում ես լավ էլ ստերիկը թուրքերի հետ տեղավորվeb ախտույություն են անում։ Եվ մենք այսօր կներկայացնենք հենց այն բնակարանը, մենք երեկոյան կվերցնենք, մեզ կտրամադրեն հասցեն եւ բալանիները, որտեղ է հենց բնակվել այդ եթիմը։ Նշեմ, որ ինքը այստեղ հանդիպել է մեր ունեցած տեղեկությունով Միքայել Միասյանի եւ Պարքև Սրբազանի հետ, ինչը որ մենք այսօր կապացուցենք եւ եւս մեկ անգամ մենք ուզում ենք մեր հայրենակիցներին ցույց տանք, թե ովքեր են այս
կեղտերը, թե տարիներ շարունակ ինչպես են խաբել հայ ժողովրդին, ինչպես են խաղացել հայ ժողովրդի էմոցիաների հետ, որ ազգային ազատագրական դիրքերից էին հանդես գալիս, բայց նրանք ուղղակի ծախված թուրքի շներ են, Ալիևի քութիկներն են եւ մենք կներկայացնենք, թե ինչպիսի կապիտալ են տեղափոխել հենց Թուրքիա։ Մարդիկ, որ մի քանի տարի առաջ շուտ լավ էին ոռնում, զարթնիր, հեսա կգան մեզ, չգիտեմ ինչ կանեն, այսինքն այս մարդիկ շարքային մեր ժողովուրդը արդեն գիտի, որ ուղղակի զիբիլի վրայի կատուներ են, որոնք որ տարիներ շարունակ կեղեքել, թաղանել եւ տեսակ ինչ բերեցին հայ ժողովրդի գլխին եւ այսօր մենք երեկոյան կհանդիպենք այդ մարդու հետ, կվերցնենք հասցեն բանանիները եւ եթե հնարավորություն ունենանք, մենք անգամ եթե համաձայնվի հենց այդ սեփականատերը այդ բնակարանների, որը որ ճանաչել է եւ հայտնել է մեզ թե ումա հանձն է տարիներ առաջ այդ բնակարանը եւ ինչքան գումար են փոխանցել, եթե դա հաջողվի մեզ, նա դեմ չինի, մենք նրա հետ եւս կզրուցենք, ազգությամբ ռուս է այդ կինը, բայց ամեն դեպքում մենք այսօր շատ կարևոր բացահայտում ենք ներկայացնելու եւ մեր ժողովուրդը կտեսի, թե իրականում ինչ է կատարվել 30 տարվա ընթացքում։ Արա մի փոքր ճշտող հարց, իսկ այդ թալանը մնացել է այստեղ, թե այստեղից Թուրքիան ծառայել է որպես տրանզիտ է եղել եւ տրանզիտով դուրս է եկել։ Արտուր ոչ միայն տրանզիտ, այլ տեսեք Ստամբուլում, Թուրքիայում մի քանի այդպես քաղաքներում որոշակի կապիտալ են դիզել այդ անձնավորությունները Միքայել Մինասյանի գլխավորությամբ եւ ուղղակի քանի որ Ստամբուլում վիճակը անվերահսկելի է եւ նրանք զգում են ինչպես ձուկը ջրում, ստեղ այսպես մի իրավիճակ են ստեղծել, որ շատ դժվար է Թուրքիայում հայտնաբերել ինչ-որ հետախուզվողի եւ նաեւ նշեմ, որ Ստամբուլից շատ արագ եւ շատ հարմար ճանապարհներ կան դեպի արևմուտք տեղափոխվելու, այսինքն նրանք Ստամբուլը օգտագործել են իրենց համար այդպես որպես բազա, այսպես զիբիլի վրի կատուների բազա, որոնք որ այստեղ հանդիպումներ են ունենում եւ շատ դժվար է իրականում վերահսկելը եւ ինֆորմացիա հավաքելը։ Ես նշեմ, որ մեր ունեցած տեղեկությունները Բուլկի Արամը հենց Ստամբուլից հետո մեկել է Մոսկվա։ Այս պայդությամբ նա գտնվում է Սերբիայում եւ մեր ունեցած ինֆորմացիայով Մոսկվայից մեկնել է Սերբիա։ Արամ, դու ինքդ կենթանասեր ես, կատվասեր ես եւ մեր կենթանասեր հետևորդներն էլ ես էլ նրանց հետ միասին խնդրում ենք քեզ ոչ թե օգտագործես զիբիլի վրայի կատու, այլ իրանց ավելի սազական չի լինի ասել աղբամանի մեջի տես առնետներ, ավելի ես շինարարական աղբ կնշեմ, այս շինարարական աղբին մենք բացահայտելու ենք եւ սա թող Սերժիկ Սարգսյանը, Ռոբերտ Քոչյանը, որոնք որ ասուլիսներ են տալի, հարցազրույցներ են տալի, թող այդ իրանց յետիմներից պատմեն եւ այն գումարներից պատմեն, որը որ տեղափոխել են Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Եվ ինչն է շատ ցավալի, Արտուր, որ անգամ Թուրքիայում նրանք ունեցվածք են դիզել։ Դուբայ, Քաթար, մյուս երկրները հասկացանք, բայց հասկանում եք Արտուր, անգամ Թուրքիայում։ Եվ նրանք տարիներ շարունակ շուտ քարոզ էին անում, իրանց դրել էին Ռեյնբոյի տեղը, ազգային պայքար էին սկսել, բայց պարզվեց, որ Թուրքի Ալիևի քութիկի կարգավիճակում են 2 կոպեկ փողի համար։ Շնորհակալություն Արամ քեզ, շարունակենք մեր նկարները։ Արամ, մենք շարունակում ենք մեր նկարանումները Ստամբուլ քաղաքում, հիմա քո հետևից գալիս է տրամվայը, այստեղ ես ցանկացած երկրում որտեղ լինում ենք եւ տեսնում եմ տրամվայը, մեծ ցավ եմ ապրում, որ Հայաստանը տարիներ առաջ կորցրեց նման կարևորագույն երթևեկությունը Հայաստանում, ի շնորհիվ Ռոբերտ Քոչյանի եւ նրա կլանի։ Վարկյանների ընթացքում մի քանի տրամվայ իրար հետևից գնում են եւ տեսնում եք ինչքան ծանրաբեռնված է, ինչքան անհրաժեշտ է, սակայն Ռոբերտ Քոչյանը հայտարարեց, որ բավականին վտանգավոր է երթևեկության համար, խնդրեմ հետևից հեսա հաջորդը կգա։ Ես խնդրում եմ Քոչյան յետիմին ցույց տաս, որ անգամ քաղաքի կենտրոնում, անգամ Թուրքիայում մարդիկ ինչն է վտանգավոր։ Այսինքն վտանգավոր էր, գիտես ինչ առումով, Արտուր, վտանգավոր էր, որ այդ պոեզի գծերը ուրիշը կարող Սերժիկը գար հանձներ ուտեր, այդ առումով վտանգավոր էր եւ ես նշեմ, որ մենք
նախքին նկարանումը տրամվայի հետ կապված նկարանեցինք, ցուցադրեցինք մեր ժողովրդին, թե ինչա զարգացած աշխարհում մարդիկ փայփայում են որպես այդպես արվեստի նմուշ կա, նաև որպես քաղաքում այդպես տուրիստների հետ կապված նաև էսթետիկ գեղեցկության համատեքստում կարելի ասել քաղաքի կոնտեքստում մեր մոտ ուղղակի տեսակ ինչ արեցին, մեր մոտ Քոչարյան վիճվածքը ոչ միայն գծերը կերավ, այլ մենք մեր տեսանյութում մեր հետ կապնվեց մի անձնավորություն Արթիկ քաղաքից, որը որ բիզնեսմեն է եւ Ռուսաստանի Դաշնությունում է ապրում, մեր հայրենակիցը իր համարը փոխանցեց եւ նշեց, որ անգամ նա Թավրիզ քաղաքում այդ ժամանակահատվածում, երբ որ Քոչարյան Ռոբերտը հնձում էր ուղակի պոեզի գծերը, նա իր աչքերով տեսել թե ինչպես է այդ մետաղը տեղափոխվում Պարսկաստան եւ ինչպես են վաճառում։ Այսինքն սրանք մի քանի կոպեկի, մի քանի միլիոնի համար այդ մետաղը հանձնելու համար նաեւ Երևան քաղաքին զրկեցին, ինչու՞ չէ, հենց այդ տրանսպորտային հանգույցից եւ նաեւ մեր հայրենակիցներին, մեր տարեց մարկանց, մեր թոշակառուներին, որոնք որ շատ մեծ հաճույքով երթևեկում են եւ խնդրում եմ ցույց տուր Արտուր մարկանց եւ ինչ արագությամբ է այստեղ իրար հաջորդում է տրամվայները։ Սրա ինչն է վտանգավոր։ Եւ նորից եմ նշում Արտուր, սրանք այն աստիճանի վիժվածք են, որ անգամ որտեղ կոպեկ տեսե, վազը չտեսի պես, ագայի պես իրանցով են արել։ Դե թո հիմա որ ասուրից է տալի Քոչարյան Ռոբերտը, թո այդ ծախված լրագրողները որ կան, թո մի հատ դրանից հարց տան, ասեն պարոն Ռոբերտ, Ալիևի շուն, այդ տրամեն քեզ խանգարում էր արա։ Դե հիմա մեր տեսանյութը տեսնելուց Ռոբերտ Քոչարյանը կասի շատ լավ գործարք արեցի, ես ինչ լավ էր, ես շուտ ծախեցի, փողը ինձ հասավ։ Դիմաց է։ Այո։ Որ ասում ես այդ ոնց եղավ կոպեկներով, ուրեմն Ռուսաստանի Դաշնությունը Կուբայի մյուս երկրներին միլիարդները, որ պարկ են եղել, չի էլ վերցրել։ Ասլա ձեզ փեշքեշ այդ գումարները։ Մենակ Հայաստանն էր, որ որբ էր։ Փողի տեղ ինչ կար 10 անգամ ավել հաշվին տվին բանին, ռուսներին նվեր։ Ատել է փայմը հետները։ Մա լավագույն գործարք։ Լավագույն գործարքը իր բջերի հետ ինքը կտեա թե հաջորդի իրանց ինչա անելու այդ թուրքերին։ Ու ես այսօր մենք գտնվում ենք Թուրքիայում, Արտուր, եւ մենք ցույց ենք տալու այս ծախվածներին, թե Թուրքիայում ինչեր են առել իրանց թուրք աղբերների հետ։ Այս Ալիևի շները, քութիկները։ Ես իրոք ահավոր մեծ ցավ եմ ապրում, որ ինչի ասենք օրինակ Ստամբուլը, Մոսկվայում, Դուբայում պետք է լինի, Ուկրաինայում, Կիևը, որ տեսնում ես, ասենք Խարկովում, ասենք տրամվայի աշխատում է, իսկ Հայաստանում քանդեց ծախեց կերավ, թե բա պետք չէր դա բանը։ Հիմա հատ էլ այս վերջերս մեր տեսանյութը 1 միլիոն համարյա դիտում ունեցավ։ Մի հատ էլ արձագանքել են, թե բա դա արդեն սպիսատանելու էր, բայց սպիսատանելու թազեն առնեի, կարող ես բանա, որ իր ավտոները հնանումա թազեն չի գնում առնում։ Արտուր, հայ ժողովուրդը մոտ ապագայում Քոչարյան Ռոբերտին, Սիրուշո կոչվածին, Սերժիկին, այն Սաշիկին ու իր բջերին, սենց այն Լևոնիկ Քոչարյանին, այն Պատկաբլուշնիկին, հայ ժողովուրդը սրանց է սպիսատանելու։ Դե ինչ արա, մենք շարունակենք մեր նկարանումները, այո։ Շարժվենք մեր հերթահաջորդ լոկացիային, այնտեղ նկարանումները մեր շարունակենք։ Իսկ դուք մնացեք մեր YouTube-յան ալիքում։ Արամ խնդրեմ ներկայացնես ինչ իրավիճակ է հիմա, քանի որ արդեն մի քանի ժամ շարունակ սպասում ենք այդ Ռուսաստանի քաղաքացուն, իմ ծայում ունեցած ծանոթ Ռուսաստանի քաղաքացիները երբեք պունկտուալությամբ չեն փայլել,
Խնդրեմ ներկայացնես ինչ-որ նոր տեղեկություն կա։ Այո, Արթուր, եւ մենք քանի որ Ստամբուլում շատ դժվար է տեղանքը չգիտենք, հենց այստեղ հայտնի վայր է, որտեղ տուրիստները այդպես գիտեն եւ մենք հանդիպեցինք այդ ռուս կնոջ հետ եւ նա ընդ որում նշեմ, որ մենք այդ ինֆորմացիան ստացել ենք այդ ռուս կնոջ մտերիմի հետ կապված, որովհետեւ մեր ծանոթի ծանոթն է, այսպես նշեմ, եւ ինքը ստեղ է հանդիպեցինք, զրուցեցինք, մենք մի որոշ ժամանակ կգնանք, արդեն ինքը բնականը ցույց կտա, այն հայտնի բնականը, որտեղ որ այդ Արնետը, Բուլկի Արամը պահկվել է, ապաստանել է եւ նաեւ կներկայացնենք մեր սիրելի հայրենակիցներին, թե ով է գումարը վճարել, ով է նրան տեղափոխել, ով է օգնել, որ նա դիմի փախուստի եւ առասարակ ինչա տեղի ունեցել եւ ես կարծում եմ, որ շատ հետաքրքիր բացահայտում է սպասվում եւ եւս մեկ անգամ մենք մեր սիրելի հայրենակիցներին կներկայացնենք, թե առասարակ ինչի հետ գործ ունենք։ Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք սրբություն չունեն։ Ես այսօր մենք երբ արդեն ճամփա ենք ընկել, այսպես նշում էի, չէ՞ որ այդ վիժվածքները զարթնիչ լավ, չգիտեմ, արի ցույցի, որ Արցախը մնա հայկական, փրկվենք, այս կոմենկոմ, բայց ոնց հասկանում ենք, լավ էլ Թուրքիայում իրենց թուրք ադրբեջանցի աղբերների հետ այդտեղ կայֆերի մեջ են, բիզնեսների մեջ են, եւ այս ամեն ինչի քավորը, այսպես ասեմ, դա Միքայել Մինասյանն է եւ հայտնի թուրք ադրբեջանցի արմատներով Ռոբերտ Քոչարյանը։ Եվ մենք թե Ռոբերտ Քոչարյանին, թե Միքայել Մինասյանին իրենց տեղը ցույց ենք տալու եւ նրանց տեղը եւս մեկ անգամ կրկնում եմ, դա պատմության աղբանոցն է, իսկ ավելի ճիշտ այսպես հայկական ինտերպրետացիայով դա Սովետաշենի աղբավայրն է, որտեղ որ նրանք հայտնվելու են։ Եվ ոչ միայն նրանք, այլ նաեւ նրանց այդ յետիմները, որոնց անունով որ տեսնում եք դատական գործեր գնում են, ինչպիսի ապօրինի ծագում ունեցող գույքեր կան, ինչեր կան եւ ինչն է շատ կարեւոր, որ այս մարդիկ իրենց գողոնի մի մասը, մեծ մասը տեղափոխել են այնպիսի երկրներ, որտեղ որ մեր ԵԱՊԱ մարմինները չկարողանան այդպես ձեռքի դեր հասնի, բայց մենք նրանց հանգիստ չենք տալու, ապագայում եւս մենք բացահայտումներ ենք իրականացնելու, բայց այս անգամ ուղղակի պետք է նշեմ, որ Բուլկի Արամը ճողոփել է Ստամբուլից, նաեւ ինֆորմացիա ունենք, որ ստեղ Պարքև Սրբազան կոչված այդ վիժվածքն է եղել Միքայել Մինասյանի հետ եւ այլ մարդիկ, ուղղակի հայտնի մարկանցից, որոնց որ նկարները մենք ունենք եւ այդ ռուսները կարողանում են ճանաչել եւ ճանաչեն, դա այդ մի քանիստ են։ Իսկ մնացած շրջանակը դեռ բարձելու ենթակա է, թե ովքեր են սրանց հետ հանդիպում եւ առասարակ ինչա տեղի ունենում։ Շնորհակալություն Արամ, առաջարկում եմ ժամանակ չկորցնենք, այն էլ այս եղանակին եւ մեր այդ հյուրի հետ, այդ սեփականատիրոջ հետ բնակարանի մեկնենք արդեն հասցեով եւ այնտեղ նկարանենք։ Ողջույն հարգելի հայրենակիցներ, եւ մենք ինչպես եւ խոսք ենք տվել, մենք գտնում ենք Ստամբուլ քաղաքում եւ մենք ձեզ այսօր ցուցադրենք այն հայտնի բնականը, որտեղ որ 2018 թվականին պահկվել էր շամպես հայտնի այդ նախկին նախարար հետախուզման մեջ գտնվող Սերժիկի ճուտ Բուլկի Արամը եւ ես նշել էի, որ հանդիպել եմ Աննա Ռոզենբերգի հետ, որը որ հանդիսանում է հենց սեփականատերը այդ բնակարանի եւ նա իր վարձակալությամբ հայտնի է այդ վիժվածքին եւ հենց հիմա մենք ձեզ ցուցադրենք եւ նաեւ կխնդրենք, որպեսզի Աննա Ռոզենբերգը ներկայացնի մի քանի բառով, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Добрый день, Анна Абрамовна, спасибо, что вы отвечаете на наши вопросы и прошу, если можно показать вашу квартиру, где армяне жили. Вот. Да, пойдемте, я покажу вам. Ух ты. Проходите. Спасибо. Проходите, я вам покажу нашу потрясающую квартиру, где жили ваши упомянутые армяне. Спасибо, Анна Абрамовна. Просто нам интересует самый главный вопрос. Если
нетрудно рассказать, и нам как вы вообще здесь оказались эти армяне, и как то, что мы узнали, это из нашего общего знакомого, который здесь забили они фотографии, и он сказал мне, что у вас есть эти фотографии, но если не трудно, можете вы несколько слов рассказать историю, откуда вы знаете вообще этих армян? Да, это в 2017 году у меня купили дом в Дубаях. Это огромный мой дом, потрясающий, очень хорошая была недвижимость. И купил армянин Гарик. Да. Он сказал, что он покупает эту недвижимость, как я потом впоследствии узнала, для Микаэла. А кто является Микаэл для Гарика, который покупал него? Это был его, как он сказал, что его друг, и он совершает сделки все от его лица. Я с ним только была знакома во время оформления сделки, только я его увидела в этот момент. Потом через год он обратился ко мне, потому что он знает, что у меня очень много достаточно недвижимости и здесь, в Стамбуле. И он обратился и хотел тоже купить еще. Но у меня здесь нет такой большой квартиры. Здесь вот есть квартира, которая их заинтересовала, и они ее арендовали на целый год. Это в 2018 году? Это был 2018 год, да, вы правы. В 2018 году они приехали. Я видела только здесь один раз. За все время, за весь год был месяц-два, не больше. И да, давайте я покажу вам фотографии, про которые... Анна Абрамовна, извините, еще один уточняющий вопрос. Вы знаете вот этого человека? Видели его в жизни? Так... Да, я его видела здесь, как раз, наверное, за эти 2 месяца он здесь, видела я его один раз, и еще плюс я видела священника. За эти 2 месяца? За эти 2 месяца. А этот Гарик, который для Микаэла купил ваш дом в Дубае, он снял квартиру за 1 год вот для этого человека? Да, все правильно, я через него, это он ко мне в первую очередь обратился, Гарик. И они заплатили вам деньги, но остались здесь 2 месяца? Да, из целого года они были здесь 2 месяца, не больше 2 месяцев точно. Я была очень удивлена, потому что целый год сняли и 2 месяца. Да, вы правы. А после этого никаких контактов уже нет, не никаких, было? Да, нет, не звонили там, ничего? Нет, вообще удивительно, да. Я ждала, даже люди уехали, оставили вещи, ставили свои фотографии. То есть, да, а фотографии, если мы попросим, вы можете нам показать? Конечно, Спасибо да, огромное, Աննա Աբրամովna, եւ սիրելի հայրենակիցներ, մենք հենց նոր ես ուղղակի քանի որ Աննա Ռոզենբերգը հայերեն չի խոսում, ռուսերեն էին խոսում նրա հետ, ես նշեմ, որ հենց խոսքը Բուլկի Արամի մասն է գնում, որ այդ վիժվածքը 1 տարվա գումար են վճարել, եւ ես խնդրեմ Արթուր, որ դու ցույց նաեւ պատշգամբից մենք ցույց տանք, որ մենք գտնում ենք Ստամբուլում եւ նաեւ խնդրեմ հենց տեղը ապրել, հենց այս բնակարանում 2 ամիս վերահանգել Բուլկի Արամը եւ նաեւ նրա մոտ այստեղ մեկ անգամ ինչ-որ սրբազան տերտեր է հայտնվել, որի որ նկարը այստեղ կա, մենք ցուցադրենք եւ պատկերացրեք, որ 2017 թվականին հենց այդ Գարիկը, որին որ մենք չենք ճանաչում, չենք կարող դեռ հասկանալ, թե նա միգուցե Գարիկ Մարտիրոսյանն է, չգիտեմ, բայց հենց այդ Գարիկ կոչվածը Միքայել Միասյանի համար առանձնատուն է գնել Դուբայում եւ իշտ է շատ հատկանշական, որ այս վիժվածքները Ստամբուլում եւս թանկարժեք այդպես առանձնատուն են փնտրել որպեսի գնեն, բայց վարձակալեն ուղղակի այս բնակարանը եւ նշել են, որ նրանց նմանատիպ բնականներ չի հետաքրքրում, այլ թանկարժեք գույք են նրանք ման գալիս այդպես Ալիևի քութիկները եւ հենց հիմա մենք նաեւ ձեզ կներկայացնենք այդ հենց այն հայտնի լուսանկարը, որը որ Բուլկի Արամը մոռացել էր հենց այս բնակարանում եւ ինչն է շատ կարեւոր, որ մենք հենց այդ լուսանկարը այդպես դրա հետ կապված կարողացանք բացահայտել եւ այն մարդը, որը որ Աննա Ռոզենբերգին ճանաչում էր եւ խոսքի մեջ այդպես նրանք շփվել էին, նա այս պատմությունը պատմել էր, հենց նա էր մեզ այս տեղեկությունը հայտնել, որ նմանատիպ ինֆորմացիա կա եւ մենք եկել ենք այս ինֆորմացիայի հետքերով եւ դուք ձեր աչքով տեսաք, որ մարդը 2017 թվականին վաճառել է շատ
ուղղակի գինը մենք թույլ չտվեցինք որպեսզի հարցնենք թե ինչ գնային այդպես ինչ գնով վաճառել, բայց խոսքը տասնյակ միլիոնավոր այդպես դոլարների մասն է, որովհետև շատ շքեղ առանձնատուն են նրանք ձեռք բերել Միշիկի համար, եւ հենց հիմա մենք ձեզ կներկայացնենք նաեւ հենց այդ լուսանկարները եւ կհանդիպենք արդեն վաղը։ Да, вот эти фотографии, про которые я вам говорила. Который этот человек, вот который жил здесь, он забыл, да? Вот? Да, вот я видела вот один раз вот этого священника, а еще... Сейчас я покажу на камеру. Спасибо, Анна Абрамовна. Вот Харгели Хайнекс, хантем, Вижвацкин. А этот священник здесь был, да? Вот, да, один вот, раз. Да, один раз я его видела. Здесь может быть армянская церковь. Да, поэтому, здесь рядом есть армянская церковь. Поэтому, может быть, их и заинтересовала, поэтому здесь квартира. И еще вот на фотография, которая здесь стояла. Да, вот она. А этот человек, которого вы в 2017 году продали ваш да, вот особняк. Как раз про которого я рассказывала, Микаэль, с которым как раз у меня была сделка, когда продавала. Анна Абрамовна, еще один уточняющий вопрос. Он здесь, вы здесь его не видели? Нет, здесь я его не видела, да. Вы видели только его в Дубае? Видела только в Дубае в 2017 году, когда приобретал он недвижимость, как раз мой дом. Вот такой хороший дом. Спасибо огромное. Я приглашаю вас, если у вас будет время, в Ереван. Очень рады и хочу сказать, что вы очень помогли не только нам, но и тысячам людей, которых вот эти вот предатели кинули и ограбили просто армянский народ, и мы их ищем. Еще раз спасибо, Анна Абрамовна. Арам, я хотела вас попросить, пожалуйста, уберите мое лицо из интервью, потому что это будет чревато для моего бизнеса, и я бы не хотела, чтобы потом были какие-то последствия. Да, мы благодарны вам, Анна Абрамовна, и вы не сомневайтесь, мы как договаривались, ваше лицо не будет видно, то просто для наших подписчиков, для нашей аудитории мы попросили, чтобы вы рассказали эту историю как свидетель, и еще один раз мы благодарны вам, и я надеюсь, что мы в следующем году в Ереване встретимся. Еще один раз спасибо вам. Я буду рада, если вам это поможет в вашем таком благом деле. Спасибо. Դե ինչ սիրելի հետևորդներ, մենք նկարանեցինք տեսակ Աննա Ռոզենբերգին եւ հիմա վերադարձանք եւ Արամ, ինչ տպավորություններ ունես։ Ես ուղղակի բար խոսքեր չեմ գտնում ասելու։ Ընդամենը հաշված ժամերի ընթացքում մենք ականատես եղանք, մեր հեռուստադիտողը ականատես եղավ, թե մարդկանց հանդիպումներին։ Ինչ պետք է ասեմ, տեսեք, տարիներ շարունակ իրենց ռեյնբոյի տեղ դրած ինչ որ ազգային ազատագրական հողի վրա այդպես հերոսացած այդ Ալիևի քութիկները, այդ քոչանասերժական Ղարաբաղյան կլանը, տեսակ ինչ էր իրականացրել, արտասահմանում միլիոնավոր դոլարների այդպես գույք են գնել Հայաստանի Հանրապետությունը, որը որ գիտեք 30 տարում ուղղակի Իսրայելը կարող էր նախանձել մեզ, այնպիսի բանակ կարող էինք ունենալ եւ տնտեսություն, բայց մենք տեսանք իրականում ինչա տեղի ունեցել, թալան եւս մեկ անգամ թալան եւ իհտե շատ հատկանշական, որ այս բուլկի արամի հետ կապված բացահայտումը մենք կարելի է ասել պատահական իրականացրեցինք, որովհետև հենց Աննա Աբրամովնան ումից որ Միքայել Միասյանը 2017 թվականին Դուբայում գույք է գնել, եթե այդպես ընդհանուր ծանոթ չլիներ, ապա կարելի է ասել, որ մենք չենք էլ կարող իմանալ, որ նման ինչ-որ բան է տեղի ունեցել, որովհետև սրանք առնետի կռիսի պես այդպես տեսնում եք ինչպես են թաքցնում այդ գույքը, որը որ մի մասը հենց իրենց անունով չի, այսինքն նրանց շրջապատի, նրանց այդ թայֆի հետ կապված եւ նայեք Արթուր շատ տխուր իրավիճակում ենք մենք հայտնվել, որ ուղղակի 30 տարում փորձել են
մանիպուլացնել հայ հասարակությանը, փորձել են այդպես անընդհատ վախի մթնոլորտի մեջ պահել եւ 30 տարի ուղղակի կներեք արտադրության համար շանորն են գցել։ Հայ ժողովրդի մի մասը թողեց Հայաստանից գնաց Լևոնի օրոք, Քոչյան, Ռոբերտի օրոք, Սերժիկ Սարգսյանի օրոք եւ այդ նրանց լեգենդը, որ նրանք, չգիտեմ, հող գրավող են, ազգագրական պայքար են մղել, դա ուղղակի հոդս ցնդեց, երբ 2020 թվականի 44-օրյա Արցախյան երկրորդ պատերազմում մենք տեսանք, որ այս մարդիկ անգամ պատերազմի օրոք շամպես ուղղակի փախան եւ տեսեք Արտուր, մենք նաև ունենք ինֆորմացիա, որ հենց Ստամբուլում նրանք ոչ միայն այդ բնակարանը վարձակալել էին Բուլկի Արամի համար, որ թաքնվեր, որտեղ նաև Աննա Ռոզենբերգը նշեց, որ հենց այդ Պարքև Սրբազան այդ պորնիկն է այնտեղ եղել, գտնվել, նկարներով նա ճանաչեց, նաև նշեց, որ տարբեր մարդիկ են եկել, ուղղակի քանի որ սեփականատերը ազգությամբ ռուս է, նա չի ճանաչում եւ չեն կարողանում իդենտիֆիկացնել, թե ովքեր են եկել գնացել եւ Արտուր, տեսեք, այդտեղ նրանք եւս միլիոնավոր դոլարների գույք են անգամ Թուրքիայում գնել, որի հասցեները մենք ցավոք դեռ չենք կարողանում պարզել, բայց ես հուսով եմ, որ մենք ապագայում նաեւ կոչ եմ անում մեր հայրենակիցներին, այն մարդկանց, ովքեր որ մեզ ճանաչում են, որպեսզի եթե ունեն ինֆորմացիա, կիսվեն այդ ինֆորմացիայով, մենք կգանք տեղում կնկարահանենք, կբացահայտենք եւ նաեւ նշեմ, որ շատ կարեւոր է հասկանալ մի փաստ, թե ինչպես 2018 թվականին հենց Բուլկի Արամ կոչվածը ուղղակի ճողոպրեց Հայաստանի Հանրապետությունից այն ժամանակահատվածում, երբ նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում եւ նաեւ կասկածներ կա, որ Արտուրիկ Վանեցյանի մատը եւս այս ամեն ինչում խառն է, որովհետև հենց Միքայել Մինասյան, Արտուրիկ Վանեցյան եւ այս կապը նաեւ մենք բացահայտեցինք հենց Արտուրիկ Վանեցյանի եղբոր հետ կապված մոլիբդենի այդ 12.5% փայը, որը որ 2018 թվականին Միշիկ կոչվածը վաճառել է Արտուր Վանեցյանի հորեղբոր տղուն շուկայականից անհամեմատ էժան գնով եւ այս հանրատեքստում մենք պետք է նաեւ նշենք, որ դրա եղբայրն է հետախուզման մեջ գտնվում այսօր եւ շատ կարեւոր է, որ մենք այս հասարակության տականքին իրենց տեղը ցույց տանք։ Իսկ մեր նպատակը դա 2026 թվականին խորհրդարանական ընտրություններին Ռոբերտ Քոչյանին, Սերժիկ Սարգսյանին եւ նրանց մակլավիկներին նետել պատմության աղբանոցը։ Սրանք պետքա տեղ չունենան հայ հասարակության մեջ, սրանք մեր օդը իրավունք չունեն շնչեն Հայաստանի Հանրապետություն եւ սրանց տեղը խնդրեմ, այս Ստամբուլի բիջ են սրանք, թողան ստե իրանք թափառեն, ինչ քակ ուզում են ուտեն։ Մոլայի ձայնի տակ Միշիկը իր բջերին կամ Ռոբերտ Քոչյանն ու Լևոն Քոչյանը իրենց բջերին դաստիարակեն, մեծացնեն, որտեղ սրանց տեղը այս մոստերի տակ, այս քրշնոցն է։ Այսինքն մենք պարբերաբար բացահայտելու ենք եւ այսօր ամենակարևորը, որ ես պետք է նշեմ, դա այնն է, որ մենք այդ մարդու հետ եթերը այսպես նկարահանեցինք եւ մարդը ինքը, որը որ հայ չի, ինքը պատմեց, թե ինչպես է ծանոթացել, ինչպիսի միլիոնավոր դոլարներ են այդպես փոխանցել, ինչ է իրականում տեղի ունեցել եւ սա այլևս փաստ է եւ նաեւ մենք պետք է հասկանանք, թե Միքայել Մինասյան կոչված վիժվածքին որտեղից դեսպան աշխատող այդ քութիկին տասնյակ միլիոնավոր դոլարներ եւ նաեւ այն մնացած յետիմներին։ Արամ, տես այսօր հաղորդում որ նկարում ենք, ինձ Facebook-ը հիշեցրեց, որ 2020 թվականին տեսանյութ եմ տեղադրել, որտեղ Շուշան Պետրոսյանը ՀՀԿ-ական այդ Գուտապի Հենդոյի դեմքով հանրահավաքի ժամանակ լացում էր, ողբեր կապե Արցախից չկա, էլ չեմ պատկերացնում, եւ 5 րոպե հետո այնտեղ բերանը բացած խրխջում էր միանգամից բանը, տենց անեկդոտներ էր հիշե բանանում եւ չմոռանանք, որ հենց նույն ՀՀԿ-ականներով էին թալանով զբաղվում։ Այդ որ պահանջում էին Արցախը չկա, Արցախն են կանչում, մայր Հայաստանը, մայր Արցախը, բայց փողերը տարան։ Հայաստանի Հանրապետությունից դուրս հանեցին տարբեր միջոցներով։ Արտուր, տեսեք, դա փաստայի տեսանյութը կա, եւ Շուշան Պետրոսյան կոչված այդ քաքը, կներեք արտադրության համար, շուտ կոգորտիլոսի արցունքները թափում, 5 րոպե հետո ռեխը բացած հրճվում է։ Այսինքն սրանք կապիկներ են, սրանք դերասաններ են Արտուր, եւ դա այլևս փաստ է, որովհետեւ գալ ցույցի եւ
վնգստալ, այդպես լացել, փորձելով մանիպուլացնել մեր հայրենակիցներին ու 5 րոպե հետո ես չեմ պատկերացնում մարդ, եթե այդպես ծանր է տարել, դա նույնն է, որ ինչ որ մոտ բառեր չեմ գտնում ուղղակի, դրանք պատկերացնում եք ինչ աստիճանի կապիկ են Արտուր, դրանք պրոֆեսիոնալ դերասաններ են եւ Միշիկի բջերը դա էլ պետքա լինեն, շոու կազմակերպող, հելնեն, երգեն, արտասանեն, ինչ-որ Rainbow-ի շոուերը հագնեն, բայց մեծ հաշվով սրանք կապիկ են Արտուր եւ անգամ պետք է չի սրանց բացահայտենք, նրանք այդ ամեն ինչը իրենց ձեռքով անում են, մարդը հոնգուր լացում, ասում առանց Արցախ չեմ կարող ապրեմ, 5 րոպե հետո ռեխը բացած անեկդոտ է պատմում հրապարակում, որ նման մարդը լացում Արցախի համար, երբևէ զանգում է իր ՀՀԿ-ական եղբայրներին ասի, աղբեր ջան, ինչ եք թալանը, Տարոն Մարգարյան, ինչ ես դու տարիներ շարունակ թալանով զբաղվել, Երևան հիմնադրամ բաց է թալանել, որ հետո էլ բերե պետությանը հետ ես տալիս, ոնց որ մի հատ էլ Ադալժենյան ես, թե բա վերցրեք ինձանից ձյան տվեք։ Կամ մյուսին, նույն մյուս ՀՀԿ-ականներին ասենք օրինակ։ Իրանք իրենց հարց տալ թե մոռանում են միանգամից։ Այդ որ պահանջը ներկայացնում, հիմա էլի խոսում են տենց ասուլիսներով, ճեպազրույցներ են կազմակերպում, ոնց կորցրեցինք, ինչ որ բաներ են իրանում բացահայտում իբրև։ Լավ իրանք իրենց հարց տալիս են։ Արտուր, գիտեք ինչ, ես բազմիցս նշել եմ, որ այս մարդիկ ինքնասիրություն, նամուս, թասիկ ոչ մի բան չունեն, եւ սրանք կապիկ են ուղղակի, եւ այս կապիկներին ինչ ասես, այսինքն հələ մատ Սերժի Թայֆին, Քոչյանի Թայֆին նայեք, այդ Ռեյմբոներին, չէ, ալիգարխներին իրա, ոչ մեկի տեղ են բանակում չի ծառայ, թողես օրը 24 ժամ հայրենիքից ու պետությունից կխոսան, բայց ձեր թուլե գլխի բանակում չեն ծառայ արա, վախում եք, այն ժամանակ, երբ որ իրանք իշխանություն ունեին, այդպես վլաստը իրանց ձեռն էր, անգամ այդ վաղտ էին վախում իրանց բջերին բանակ ուղարկեին, սրանքով են Արտուր, այս քնձխները, կներեք արտադրությունս համար, նրանց տեղը հեսա այս մոլան զռում աստե, սա Սերժի Քոչյանի հերն է զռում, թողան իրանց հորետ այս զռոցի տակ ապրեն, իրանց բջերի հետ ինչ ուզում են անեն, բայց մինչև այդ նրանք բոմժ դառնան, եւ այդ միլիոնները, որ նրանք թաղանել են, պետքա վերադարձնենք Հայաստանի Հանրապետություն, եւ այդ վրեժի պահը մոտենում է, ինչ ուզում է անեն, ուզում է Թաթույան, Արման ֆինանսավորեն, չգիտեմ, Վանեցյան, նրանք փրկություն չունեն, այն ինչ արել են հայ ժողովրդի հետ, նրանց դեմը բերելու է, եւ թող նրանք իմանան, որ մենք այսօր Ստամբուլում ենք, վաղը Հռոմում կլինենք, մյուս օրը Միլանում կլինենք, այդ process-ը սկսված է, հենց գիտեն միտեղ պետքա գանք, շամպես իրանց Թայֆին վեկալում ու փախնում են, բայց ուր պետք է մեզից փախնեն, այդ փողերը հետ ենք բերելու, նրանք այլևս անելիք չունեն հայրականության մեջ, նրանք զիբիլի, կտրեք չեմ ուզում էդի ասեմ, մեր կենթանիների հկրիկներ նեղանում են, չէ, օրինակ, ասեն կատուն շունը լուրջ կենթանի է, մի համեմատեք դրանց հետ, նրանք Ալիևի, Հեյդարի, Իլհամի շներն են, նրանք այն աստիճանի դիշովկա են Արտուր Շմայսի ասած, որ նրանց ընկերները այսօր Բաքվի բանտում, այդ որ մեծ խոսում էին Բակո, Մակո, Լյովա մենացական իրանց մարտական, չէ՞ ինչ մանդուրա մարտական ուղի անցած ազնվորություն Սրանք անինքնասեր իրանց հայնիք, իրանց շիմները վաճառած պորնիկներ են ուղարկի Արտուր։ Եվ այս պորնիկների վերջը մենք տալու ենք։ Լավ Արամ, քիչ առաջ դու պատասխանեցիր այն հարցին, որը ուզում էի տալ, մեր հետևորդներին հետաքրքրում է ասում են ինչի եք գնացեից կորոնակ ընդեղից բերում, փորձում բերեք ստեղին բան, դու պատասխանեցիր նոր այդ հարցին հենց միանգամից, հաջորդ հարցը, որ միշտ հետաքրքրում է, երբ պետք է տեսնենք, սա ամենացավոտ հարցն է, իրականում բոլորս էս շտապում ենք, չէ՞ որ 30 տարուց ավել է տեղ ունեցել այդ ամեն ինչը, բայց մեր հետևորդներից մեկը շատ լավ մեկնաբանություն էր գրել, որին կուզենամ անդրադառնամ, ասում է նույնն է, որ տարիներով շարունակ տունը չմաքրես եւ միանգամից սկսես մաքրել, դա ժամանակատար է, այնպես որ պետք է նաեւ մի փոքր համբերությամբ լցվենք։ Ես նաեւ ուզում եմ ասել, որ օրերս մենք Երևանի կենտրոնում հանդիպեցինք մի քաղաքացու, ով Եվրոպայից էր վերադարձել եւ ասեց պատրաստ ապրում եմ այստեղ, հիշում ես Արամ, եւ մարդը գոհ էր Հայաստանում եւ ինչն է հատկանշական, որ մինչեւ 2018 թվականը երբ որ Հայաստան մեկը ոտք էր դնում եւ գրպանում եվրո կամ դոլար էր դնում, օդանավակայանից զանգում տեղյակ էին պահում ու թափ էին տալիս այդ մարդուն մինչեւ հակի կոճակները շորերի հանում էին վրայից։ Սաշիկի իր զորքով արդեն սպասում էր։ Տեսեք Արտուր, ես մի բան պետք է ասեմ մեր հայրենակիցներին, որ մենք բավականաչափ ռեսուրս ենք
այսպես ծախսում այս ամեն ինչի հետ կապված, նաև մեզ տարբեր մեր հայրենակիցներ օգնում են այս գործում եւ այդ ասողներին ես մի բան պետք է ասեմ, գիտեք ինչ կա Ժողովուրդ ջան, ոչ գլխավոր դատախազն է հորոխբորոս տղեն, ոչ էլ Նիկոլ Փաշինյանն է հորոխբորոս տղեն։ Մենք մեր ուժերի ներածին չափով ինչ պետք է անում ենք։ Մենք Արտուր, տեսեք, մենք շատ դանդաղ քայլերով, բայց գնում ենք առաջ։ Եվ օրը գալու է եւ մենք այն նպատակը, որ մեր առաջ մենք դրել ենք ազգային արտադրական պայքարը, դա դառնալու է իրականություն։ Մի տարի հետո կլինի, 2 տարի հետո կլինի, կապ չունի։ Կարևոր որ կա նպատակ եւ մենք այդ նպատակին հասնելու համար պարապ չենք, որ ընկնենք սեանս հետևից, Արտուր, գիտեք, շամպես փախած են։ Եվ այս կոնտեքստում ես պետք է նշեմ, որ անպայման դա մեր հայրենակիցները տեսնելու են եւ մենք այս Ալիևի քութիկներին իրանց տեղը ցույց ենք տալու, սրանք փրկություն չունեն, սրանք ապագա չունեն, նրանց երեխաները չեն մարսելու Արտուր, նրանց բջերը, նրանց թորները, նրանց սերունդները պատասխանատվության են ենթարկվելու եւ նրանք ուղղակի իրավունք չունեն մեր ժողովրդի մեջ, մեր սուրբ երկրում մեր օդը շնչեն, որովհետեւ նրանք դավաճան են, նրանք վաճառել են Արցախը, նրանք թաղանել են Հայաստանը եւ հատուցման պահն է գալիս։ Եվ այն քրեական գործերը, որ անցնում են, եւ դեռ նորերն է շատ-շատերն է բացվելու, պարտադիր պատժվելու են նրանք, քանի որ նախքին ես ասացի անցած անգամ, նախքին դատախազները, նախքին քննիչները, ովքեր թաթախված են եղել, ովքեր կեղծել են իրականությունը, հենց հեղափոխությունից հետո միանգամից դիմումը գրում դուրս էին գալի եւ գնում արդեն փաստաբան էին աշխատում եւ հիմա նորերն են եկել բավականին լավ մասնագետներ, ովքեր գումարով չեն ընդունվել նաև պետական համակարգ, ինչը մենք տեսել ենք տարիներ շարունակ եւ հիմա տվյալ անձինք արդեն նոր քրեական գործեր են բացում եւ բավականին հաջողված դատախազներ են եւ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հաջողություն են հասնում, այո, համակարգում։ Եվ Արամ, երևի այսքանը այսօրվա համար, եթե ունես ավելացնելու։ Եվ այո, Արտուր, ես շնորհակալություն եմ հայտնում մեր հայրենակիցներին, որ բաժանորդագրվում են, կիսնում են, նաև ինչ չէ, օգնում են մեզ եւ բազմաթիվ զանգեր ենք ստանում, բազմաթիվ մարդիկ արդեն արթնացել են, տեղեկություններ են մեզ փոխանցում եւ նաեւ նշեմ, որ տարբեր մարդիկ դիմել են մեզ, որ մենք նրանց եթե տրամադրենք եւ նրանք ներկայացնեն, թե ինչ է տեղի ունեցել նրանց հետ։ Սերժի Վաչո, Մաչո, չգիտեմ ելով կա այդ զիբիլվրի կատու չեմ ուզում ասեմ, այդ կեղտերը ինչ են իրականացրել Սաշիկի, Քոչյան, Լևոնիկի, այդ կլանի Ռոբերտ Քոչյանի հետ կապված Սերժիկի եւ մենք բարբերաբար այս process-ը այսպես իր հաղթական ավարտին հասցնելու ենք, ներկայացնելու ենք եւ եւս մեկ անգամ ուզում եմ նշեմ, որ սիրելի հայրենակիցներ, մենք մեզից կախված ինչ կա այս պայությամբ անում ենք եւ մենք հուսով ենք, որ 2026 թվականին նաեւ շատ դուրս քաղաքական փոփոխություններ կլինեն եւ այս Ղարաբաղցի, այս Ղարաբաղյան Ալիևյան կլանի այս վիճվածքներին Քոչյանի ու Սերժի գլխավորությամբ մենք վերջնականապես կնետենք Սոյետաշենի աղբանոց եւ արդեն կսկսվի հատուցման պահ եւ ուր ուզում է փախնեն, ուր ուզում է տանեն պահին այդ միլիոնները, վերադարձնելու ենք եւ կառուցելու ենք բարեկեցիկ եւ անվտանգ հզոր երկիր։ Օգտվելով առիթից նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հետևորդներին, բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում մեզ, դրամական միջոցներ են փոխանցում մեր տեսանյութերի հատուկ հատվածում տեղադրված հաշվի համարին, ձեր փոխանցումների շնորհիվ է սիրելի հետևորդներ, որ այս 1-2 օրը անցկացնում ենք այստեղ եւ նկարանումներ ենք անում, քանի որ գիտեք, բավականին թանկ հաճույք է, բավականին դժվար է արտերկրում գտնվել եւ նկարանումներ անցկացնել։ Խորին շնորհակալություն ձեզ եւ եթե հնարավորություն ունեք սիրելի հետևորդներ, աջակցեք մեր նախագծին, թեկուզ են լայքը կամ բաժանորդագրությունը մեզ համար բավականին կարեւոր է։ Դե ինչ այսքանն ենք նախատեսել այս օրվա համար, ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն էր, իսկ ես Արթուրն էի։ Լավ մնացեք։ Բարի եւ խաղաղ գիշեր մեր հայ ազգին։